Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական դեպքը շարունակում է բազմաթիվ հարցեր առաջացնել։ Դեպքի մանրամասները դեռևս ամբողջությամբ պարզված չեն, իսկ իրավապահ մարմիններն ու մասնագետները շարունակում են քննությունը պարզելու, թե ինչն է դարձել ողբերգության իրական պատճառը։ Վերջին ժամերին դեպքի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով, այս պահին քննության շրջանակում դիտարկվող հիմնական վարկածներից մեկը կապված է գազի հնարավոր արտահոսքի հետ։ Միաժամանակ նախարարը չի նշել, որ այդ վարկածը արդեն հաստատված է, ընդգծելով, որ վերջնական պատասխանները կտրվեն միայն իրականացվող փորձաքննություններից հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ արտակարգ ծառայությունները հաղորդել էին Երևան-Երասխ ավտոճանապարհին բռնկված Nissan Rouge մակնիշի ավտոմեքենայի մասին։ Հրշեջ փրկարարների արագ արձագանքից հետո հաջողվել էր մարել հրդեհը, սակայն մեքենայի սրահում հայտնաբերվել էին 4 զոհերի մարմիններ։ Այդ տեղեկությունը մեծ արձագանք էր առաջացրել հանրության շրջանում։ Դեպքից անմիջապես հետո դեպքի վայրում սկսել էին աշխատել փրկարարները, ոստիկանության ծառայողները եւ քննչական մարմինների ներկայացուցիչները։ Նրանք իրականացրել են տարածքի զննություն, հավաքել հնարավոր ապացույցներ եւ նշանակել համապատասխան փորձաքննություններ, որոնք պետք է օգնեն պարզել հրդեհի առաջացման պատճառներն ու դեպքի ամբողջ պատկերը։ Այս պահին պաշտոնական մարմինները չեն հրապարակել եզրակացություն այն մասին, թե կոնկրետ ինչն է հանգեցրել ողբերգությանը։ Գազի արտահոսքի մասին վարկածը շարունակում է ուսումնասիրվել մյուս հնարավոր տարբերակների հետ միասին, եւ դրա վերաբերյալ վերջնական գնահատականը կտրվի միայն մասնագիտական ուսումնասիրություններից հետո։ Մասնագետները հաճախ նշում են, որ ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնային համակարգերը, եթե չեն անցել պաշարժ տեխնիկական ստուգում կամ ունեն անսարքություններ, կարող են վտանգավոր իրավիճակներ ստեղծել։ Սակայն յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունները, եւ միայն փորձաքննության արդյունքները կարող են ցույց տալ, արդյոք այս ողբերգության դեպքում որևէ կապ կա նման հանգամանքի հետ։ Այս պատմությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարեւոր է ավտոմեքենաների կանոնավոր տեխնիկական զնումը եւ անվտանգության պահանջների պահպանումը, հատկապես այն մեքենաների դեպքում, որոնք աշխատում են գազաբալոնային համակարգով։ Միևնույն ժամանակ, տվյալ դեպքի վերաբերյալ որևէ վերջնական եզրակացություն անելը դեռ վաղ է։ Առաջիկա օրերին սպասվում է, որ քննությունը առաջընթաց կունենա եւ իրավապահ մարմինները կհրապարակեն նոր պաշտոնական տեղեկություններ։ Մինչ այդ հանրությանը կոչ է արվում հետևել միայն պաշտոնական աղբյուրների հրապարակումներին եւ խուսափել չստուգված տեղեկություններ տարածելուց։